Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Պետրոսյան, զրույցը սկսենք ձեր եւ Հայկ Հովյանի վերջին սկանդալային բանավեճից, որտեղ ձեր ընդդիմախոսի կողմից ամեն ինչ հաճախ հնչող շեշտադրումն այն էր, որ մեր պետությունն ի սկզբանե սխալ հիմքերի վրա էր դրվել ու փաստացի մեր բոլոր խնդիրների ակունքը հենց այստեղ է գտնվում։ Եվ մեծ հաշվով սա Նիկոլ Փաշինյանի այն թեզի արտացոլումն է, որ Հայաստանի ներկայիս երրորդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Իհարկե անձամբ ես այս թեզի հետ համաձայնել չեմ կարող, բայց այնուամենայնիվ ինչ եք կարծում։ Մենք այսօր ինչպիսի Հայաստան կունենայինք, եթե Արցախյան շարժումը չլիներ եւ ամենակարևորը, օրինակ նույն արցախցիները կարողանային նույն կերպ շարունակել ապրել Արցախում, ինչպես այսօր օրինակ Ջավախքի մեր հայրենակիցներն են շարունակում ապրել։ Շնորհակալ եմ հարցի համար, երևի դա իսկապես ամենակարևոր հարցն էր այդ մեր բանավեճի ժամանակ։ Նախ ասեմ, որ այո, դա Նիկոլ Փաշինյանի թեզն է, որ Հովիկ լեզուս չի պատտվում իրան ասեմ Հայկ Հովյանը, այսպես ասեմ, պարզապես Հովյանը առաջ էր տանում, ինքը Նիկոլի անունը չէր տալիս, այդ երևի տակտիկա էր, բայց դա Նիկոլի գլխավոր թեզն է, Նիկոլը մեծ տարապարտության եւ ինքը շատ լավ հասկանում է, որ ինքն է գլխավոր պատասխանատու եւ որպեսզի դուրս գա այդ բանի տակից, իհարկե ամենաճիշտը կլներ ինքը հեռանար, ասեր, որ սխալվել եմ, մեղմ ասած սխալվել եմ, այո, եւ հեռանում եմ, բայց դա չարեց եւ ավելին, որպեսզի արդարացնի իրեն, մաքրի իրեն, ինքը հնարեց ահա այս թեզը, որտեղ սկզբնապես ինքը դրա կրողը չի եղել ամենասկզբներում, հա, ինքը հենց շարժման մասնակից է եղել ի վերջո, այսինքն չէ, 88-ի շարժման չէ, բայց 2008-ին Լևոնի կողքներ եւ մի խոսքով, ուզում ասեմ, ինքը ձևը գտա իբր թե իրեն արդարացնելու եւ շատ զզվելի ձևը գտա, որտեվ 88-ի շարժումը ես տեսել եմ այդ շարժումը, ես այսինքն չտեսնեի երևի կիմանայի, բայց մաշկիս վրա զգացել եմ դա ինչ էր, դա վերելք էր, ազգային վերելք էր։ Նայեք, այդ հարցին պատասխանեմ, որ դուք ասում եք ինչ կլիներ, եթե այդ շարժումը չլիներ։ Իսկապես շատերը տեղյակ չեն Ադրբեջանի քաղաքականությանը, այդ նաև մեր քաղաքագետների եւ ընդհանրապես մեղքն է, Ադրբեջանը դեռ մինչև Արցախյան շարժման սկիզբը, վաղուց դեռ սովետական ժամանակներից ունեցել է այն թեզը, որ այս Հայաստանը, սովետական այն ժամանակ սովետական Հայաստանը, իրանց հողն է։ Եվ դա շատ խորը ուրեմն վաղուց սկսված, չէ՞, ի վերջո ինչու ոնց եղավ որ Արցախը միացվեց սովետական ժամանակ Ադրբեջան, որտեղ այն ժամանակվանից իրենք ասում էին դա մեր ոչ միայն Արցախը, ներողություն Հայաստանը, իդեպ մի որոշ ժամանակ Հայաստանի համար էլ է խնդիր եղել որ առանձին հանրապետություն լինել։ Մի խոսքով չերկարացնեմ, ասեմ որ իրենք ինչի վրա են հենվում, իրենք իսկապես մի որոշ ժամանակ այս մեր Հայաստանի Հանրապետության տարածքում ահագին ադրբեջանցիք են ապրել։ Գիտեք, հայերը շատ տարբեր պատճառներով հեռացել են Հայաստանից եւ այնտեղ ադրբեջանցի, այնտեղ եղել է, չէ, իրենք ասում են Երևանի, իդեպ ինքը Հայկ Հովյանը օգտագործում է այդ բառը իր ստեղծագործում, Երևանի մի հատ գործ ունի Երևան նուաղ, շատ սիրել է երևի այդ բառը, հա, եղել է Երևանի խանություն, ես արդեն հիմա բաները ամսաթվերը չեմ հիշում, այնտեղ իսկապես ահագին ադրբեջանցիք են ապրել, այսինքն, եթե մենք Արցախի շարժումը չսկսեինք, տրամաբանորեն, չէ, այդ ամբողջը ինչի համար են անում, երբ որ արդեն իրենք սովետական միությունը փուլ գար եւ իրենք էլ նավթով, գազով բավական գիտեք նավթը այսօր ինչա նշանակում աշխարհում այդ հարցը առաջ էին քաշելու այսինքն եւ այդտեղ ինչ էինք անելու մենք ասելու ենք հա չէ այսինքն կոնֆլիկտը եթե Արցախի հարցը մենք չբարձրացնենք կոնֆլիկտը հենց Հայաստանի հետ էր լինելու մեզ հետևող քաղաքացիների ուշադրությունը արևմտյան Ադրբեջան կոչվող թեզը հենց Արցախը բռնազավթելուց հետո Ալիևը ասում է չէ ինքը բարձ ասում է մենք քանի որ Արցախի հարցը կար, մենք չէինք կարող այդ թեզը, մենք դրանով էինք զբաղված։ Հիմա այս հարցը ասում է լուծեցինք, հիմա անցանք սրան։ Այսինքն եթե Արցախի հարցը չբարձրացվեր, առաջինը հենց այդ թեզն էին։ Այսինքն այդ խնդիրը, կոնֆլիկտը։ Ի դեպ մի շատ կարևոր բան էլ ասեմ։ Քանի որ այս սերունդի հարցը բարձրացրեց Հայկ Հովյանը, ուրեմն իսկապես այդ սերունդը նաև այստեղ բացը կա բոլոր, չգիտեմ, պատմագետների բոլորիս բացը կա, որ մեր դասագրքերում ըստ երևույթին մենք լավ չենք
չենք ներկայացրել Արցախյան շարժումը եւ նոր սերունդը իսկապես շատ բաներ չի հիշում։ Չի հիշում, որ Արցախյան շարժումը չի սկսվել որպես պատերազմ, որպես կոնֆլիկտ։ Ինքը սկսվել է որպես ինքնորոշման շարժում։ Կարճ դալ ասեմ, երբ որ պերեստրոյկան սկսվեց, պերեստրոյկան Գորբաչովի սկսած վերակառուցումն էր, սովետական միությունը ինքը մինչև Գորբաչովի գալը սովետական միությունը պես ֆորմալ այնտեղ կային շատ օրենքներ, որոնք ոչ մեկը չէր մտածում, որ կգործեն, ասենք, ընտրության իրավունք, ընտրությունները նախորդ արդեն գիտեին, ինչ պիտի քվեարկել։ Գորբաչովի ժամանակ ամեն ինչ փոխվեց եւ սկսեցին շատ հանրապետություններ մտածել, որ այդ օրենքները կարելի է օգտագործել իսկապես աշխատեցնել։ Եվ Արցախյան շարժումը սկսվեց որպես այդ օրենքներից մեկի իրագործման փորձ, որովհետեւ ինչ էր Արցախը այն ժամանակ Ղարաբաղի ինչ էր կոչվում ինքնավար մարզ, այո, լղիմը սովետական միության օրենքներով իրավունք ուներ, մենակ լղիմը չէ, ցանկացած մարզ, իրավունք ուներ, եթե ուներ այդպիսի ցանկություն, դիմել, ասենք, այն հանրապետությանը, որի մեջ մտնում էր, եւ այն հանրապետությանը, որի մեջ ուզում էր մտնել, որ մեկից դուրս գար, մյուսին մեկի կազմից դուրս գար, մտնել մյուսի մեջ։ Այսինքն դա սահմանադրական իրավունք էր, այդտեղ ոչ մի կոնֆլիկտ չկար, համապատասխանում էր ժամանակվա եւ այնտեղ Եվ անկեղծ ասած, ես հիշում եմ, երբ որ շարժումը սկսվեց, շատ մարդիկ մեծ մասը երևի թե մտածում էին, որ եթե ովքեր են նախաձեռնել, չէ, այդ ամբողջ այդ բանը, ստորագրահավաքը, այդ ինչ էր կոչվում, գործընթացը։ Ուրեմն իրենք մի բան գիտեն, դե հասկանում են, որ իրագործելի է եւ բոլորը ակնկալում էին, որ դա լուծվելու է, հա, եթե սկսել ենք, ինչու ենք սկսել, հա։ Եվ ամենասկզբում ասում եմ, ոչ մի նույնիսկ հակասովետական այնտեղ լոզունգներ, ոչ միայն հակաադրբեջանական չկային, հակասովետական չկային, ինչ որ լավ լոզունգներ են, Լենին պարտիա, Գորբաչով, չգիտեմ ինչ, Լիգաչով, ինչ որ չէ, Լիգաչովը հետո հայտնվեց Լիգաչովը։ Վերջը ուզում ասեմ այդպես բան, բայց երբ որ Մոսկվան ասեց ոչ, Մոսկվան հստակ, Մոսկվան պոլիտբյուրոն այնտեղ մի քանի բաներ եղան եւ Մոսկվան, որտեղ այն ժամանակ ամեն դեպքում Մոսկվան էր որոշում ամեն ինչ։ Մոսկվան Գորբաչովը լավ sense ասեց ոչ, այդ ոչից հետո մի պահ, ասենք երկու տարբերակ կար։ Կամ պիտի գնային տներով, իդեպ ես հիշում եմ Զորի Բալանես եւ Կապիտան հանդիպել էին Գորբաչովի հետ, եկան ասին եկեք գնանք տներով, վերջանա։ Այդպես կվերջանա շարժումը։ Այդ դեպքում կլներ, որ մենք սովետի բանում տրամբանության մեջ ինչ-որ բան փորձեցինք, չստացվեց։ Բայց հենց այդ ժամանակ արդեն հայտնվեց բեմում, այսպես բեմում չասեմ, օպերայի հարթակում, այո, բեմը սխալ բառ էր։ Հարթակում հայտնվեց նոր Ղարաբաղ կոմիտեն եւ ասացին, չէ, մենք տուն չենք գնում, մենք շարունակում ենք շարժումը եւ այդ ժամանակից, երբ որ արդեն Մոսկվան ասեց ոչ եւ Հայաստան առաջին հերթին իհարկե Արցախի եւ Հայաստանի ժողովուրդը միասին այդ ոչին չենթարկվեցին, ոչին ոչ ասացին, ես հիշում եմ այդ պլակատները, ոչ ենք ասում ոչին։ Այդ ես ասում եմ Արցախյան շարժումը մեր անկախացման հիմքներ, սկիզբներ, հենց դա նկատի ունեմ։ Եթե դու Մոսկվան ամեն ինչ որոշում, եթե դու անկախություն չունես, դու ընդհանրապես սովետական հանրապետություն ես, դու ոչին պիտի ենթարկվես, չէ՞։ Բայց եթե դու ոչին չես ենթարկում, ուրեմն դու արդեն անկախանում ես։ Այսինքն դու ես ինքդ ես որոշում, դու որպես ազգ, որպես հանրապետություն, այսինքն համարում ես, որ այդ հանրապետությունը քոնն է արդեն, ազգային հանրապետություն է դառնում։ Դու որոշում ես, որ ոչին ասում ես ոչ, եւ այդ ամբողջ Արցախյան շարժումը հենց բուն Արցախյան շարժումը ամենասկիզբը մի քիչ ուրիշ էր, հա։ Իդեպ դեռ չէինք էլ հասկացել, որ սովետականությունը փուլ է գալիս։ Կամաց շատ արագ արդեն այդ սկսվեց, արդեն Մերձ Բալտիկայում եւ այլն, եւ այսինքն նայեք տեսեք, չգիտեմ, հիշում եք մինչև վերջերս կար մի թեզ, որ մենք իրականում չենք անկախացել, մենք պարզապես սովետականությունը քանդվել է, մենք էլ անջատվել ենք, բայց ոչ հենց դա։ Մենք հենց այն հանրապետություններից մեկն ենք, կարող է այդպիսի հանրապետություններ կային, որտեղ ինչ որ, չգիտեմ, ես հիմա լավ չեմ հիշում, գուցե կային, չնայած գուցե չկային հիմա մեկ-մեկ թվարկեմ, բայց Հայաստանը այն հանրապետությունն է, որ մինչև փաստացի այդ անկախության հանրակրվեն, նայեք անկախության հանրակրվեն ֆիքսեց անկախացումը, բայց մինչև այդ անկախացումը թղթով չի լինում, անկախացումը լինում է հոգեբանությամբ, տրամաբանությամբ, այսինքն երբ որ դու
Իդեպ ասեմ ձեզ, որ ես հիշում եմ, որ ասի հիշում եմ 80-ի շարժում, նայեք, մի որոշ ժամանակ պաշտոնական սովետական Երևանը, ասինքն այնտեղ թերթերը, ասենք, չէ, պաշտոնական թերթերը ժամանակ ընդդիմադիր թերթեր գոյություն չունեին, հեռուստատեսությունը ամբողջ պաշտպանում էր Մոսկվայի դիրքորոշումը։ Ես այսպես հիշում եմ, կարծեմ նույնիսկ պահել եմ այդ թերթերը, այնտեղ ասինքն ինչ որ Մոսկվան ինչ անվանեց, այդ ժողովրդին, որը լցրել էր ամբողջ ազատության հրապարակը, ասեց կուչկա էքստրեմիստով, դա չգիտեմ ինչ էր որ դու լինես այդ հրապարակում, ասենք ինչ էր Հայաստանի կեսն էր եւ դու ասում ես կուչկա էքստրեմիստ, այդ ահավոր վիրավորանք էր։ Եվ հենց Արցախի շնորհիվ մենք անկախացանք ըստ էության։ Այո, Արցախով ենք մենք անկախացել։ Եվ Նիկոլ Փաշինյանի արածը, որ ինքը Արցախը աստորեն ամբողջ արյունը այդ հա, իդեպ պատերազմի մասին էլ խոսեմ։ Շատերը ասեցի կարծում են, թե Արցախյան շարժումը հենց սկսվեց պատերազմ, ոչ։ Պատերազմը այն ժամանակ է, որ արդեն պարզ եղավ, որ սովետակամությունը փուլ է գալիս եւ արդեն մի քիչ ուրիշ օրենքներ գործեցին, Ադրբեջանը այո դիմեց բռնության։ Ինքը չկարողացավ այդպես բան միջոցներով հաղթել, չնայած թվում է, չէ՞, ինքը թվում է թղթի վրա հաղթել է, բայց տեսավ, չի աշխատում, ժողովուրդը ոտքի է կանգնել։ Եվ դիմեց պատերազմի։ Եվ երբ որ դիմեց պատերազմի, այդ տեսեք օրինակ Հայքովյան անդադ հիշեցնում էր այդ պատերազմի կվաները, մոռանալով սկիզբ պատերազմը մենք չենք սկսել, բայց եթե դեմ գալիս են, դու բնականաբար պատասխանում ես եւ արդեն սկսում է գործել պատերազմի տրամաբանությունը։ Այո, եւ ասեմ նաեւ մի կարեւոր բան, մենք այն ժամանակ քանի որ տեսեք մենք ոչ բանակ ունենք հանրապետություններ բանակ չունեին, զենք չունեին, սովետական զենքներ, ամենտեղ կային ինչ-որ ռազմական բազաներ եւ այդ առումով Ադրբեջանը շատ ավելի զենք ուներ, որտեղ Ադրբեջանը որպես բան շատ ավելի կարեւոր կետ էր ինքը, այսպես այդ բոլոր գիտեն ես նորություն չեմ ասում, մեր զենքը մենք էլ էինք վերցնում այդ ռուսական թողած զենքը, բայց մերը շատ ավելի քիչ էր, իրենցը շատ էր, բայց մենք հաղթեցինք, որովհետեւ այդ ժողովրդի մեջ կար այդ բանակ չկար, բայց մարդիկ ինքնակամ գնում էին եւ այդ ամենից հետո, չգիտեմ էլի Հովյանի ասածը, որ դուք մեզ դա պիտի հպարտանայիր քո հայրերով, որ գնացել հաղթել են։ Իդեպ ասեմ, այո, Արցախյան հաղթանակը ես հիշում եմ, ինչ էր 15 թվականից ընդամենը ինչ էր անցել, շատ չէր անցել, այդ սերունդը դեռ կար եւ հիշում էր, որտեվ մենք փաստորեն ինչ էինք արել, մենք ցեղասպանություն ենք տեսել, որ ի վերջո ազգային նվաստացումը մեզ նվաստացրել էին։ Ցեղասպանվածի բարդույթից ազատվել էինք։ Այո, եւ դրանից հետո մենք չենք կարողացել ազգային, ընդամենը 2.5 տարի հանրապետություն էինք ունեցել, որը շատ արագ պատկասում եք 2.5 տարին ենք արդեն եւ Արցախը մենք որ գոռում էինք Արցախն այն ժամանակ ճիշտ Ղարաբաղ էինք դեռ գոռում, հետո փոխվել, մենք ամեն մեկը ես ասենք հիշում, ամեն մեկը հիշում էր իր հիշածը եւ այդ չգիտեմ, եւ ասում եմ անկեղծ ասած ես Հակովյանի հետ երբ որ ինձ կանչեցին բանավեճի, մտածի գնամ չգնամ, ես անուտ եմ իր հայացքներին, ես գիտեմ ինքը, եւ այնպես չի որ այսպես բան է էլի հստակ էր ինձ համար այդ բանավեճը, բայց մտածեցի արժի, որովհետեւ ես ծանր թեմա է, հետո էլ ինձ համար շատ հաճ բաներ եղան, բայց դրան կարևոր չեն։ Կարևորը որ խոսակցությունը, որտեվ սարսափով, երբ որ Հովյանը այդ տեսանյութը մի քանի օր ուշացումով դրվեց, Թիրախավորել էին ձեզ, ես նկատեցի։ Հարցը թիրախավորում չէ, հարցը նա որ այդ հեչ, այդտեղ կային փողոցային, այդ մեծ մասնակի գուցե ֆեյքեր էին, չգիտեմ, այդ ինձ չի տա, ես դրան վաղուց եմ սովոր, ես բանավեճերի մեջ եմ շատ վաղուց, բայց ամենա ինձ համար տխուրը, այսպես ասեմ, տխուրը այն էր, որ ես նկատեցի, այնտեղ ես ուղղակի ժամանակից չի, բայց հետևեցի ովքեր են, ինչ են լայքում, ինչ են հավանում, ինչ է։ Տեսա, որ ընկերներիս մեջ կը, որոնց ես կարգին մարդ էի համարել, դա ինձ համար շատ տխուր է։ Այ հենց այս պատճառով դա տխուր է, բայց նա նշանակում է, որ կա այդ, որ մարդկանց մեջ ես այդ ֆեյքերին բան մի կողմ դնում, իսկապես մտածող մարդկանց մեջ, ես կուզենայի նաև որ դրա մասին խոսենք, ես ուզում եմ հասկանալ, ինչու մարդիկ, որոնք անխելք չեն, որոնք կարծես թե սրիկա չեն, պարզապես մտածող մարդիկ են, այսպես պաշտպանում են այդ թեզը։ Ես կարծում եմ, այստեղ իսկապես խնդիրներ կա,
եթե Ես ինչ սրան եմ կարող ուզում ենք, գանք, այո, որ օրինակ այսօր Արցախից հրաժարվելը, Արցախը ադրբեջանական համարելը սովորական երևույթ է դարձել։ Բանավեճի ժամանակ ձեր ընդդիմախոսը ամենառթով Ջաբրայելի օրինակներ ձեզ մատնացույց անում, բայց ես հիշում եմ, որ նույն 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո մեր հասարակությունը, հատկապես այսօրվա իշխանությունները Սերժ Սարգսյանին անարգանքի սյունին էին գամում, նույն Ջաբրայելի տարածքում մի քանի 100 հեկտար տարածքային կորուստ ունենալու համար։ Ձեզ համար գտել եք այն հարցի պատասխանը, ինչու մեր հասարակությունը ներեց Նիկոլ Փաշինյանին ողջ Արցախի կորուստը եւ ինչու են նման թեզերը, որոնք դուք անբարոյական որակեցիք, դարձան օրինաչափ։ Ես դրա մասին ժամանակին շատ եմ գրել, դա մի քիչ էլի հետ պիտի գնանք։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը որպես իր արածները նաև իր կերպարի մարդկային կերպարի հետ են կապվում, բայց իհարկե հենց իր գալը այդ հետո երևաց, մինչև դա այդ աշճան չէր երևում, ճիշտն ասած այդ կերպարը, բայց այն որ ինքը եկավ, այն որ ինքը 18 թիվը, հա, մենք հեղափոխություն ենք ասում հիմա, չգիտեմ ինչ անով, 18 թիվը այդ Նիկոլ Փաշինյանի գալը իհարկե դրանից առաջ պատրաստվել էր, ասենց ասեմ, հասունացել էր նախորդ։ Ես շատ գրել եմ դրա մասին, կարճ որպեսզի ասեմ, նայեք, մենք հաղթանակ տարանք, մեր անկախացում փաստորեն համընկավ մեր հաղթանակի հետ, մի քանի տարի անկախացանք, արդեն կռիվը ոնց սկսվեց, հետո հաղթանակ, բայց մենք չկարողացանք մեր պետությունը այդ հաղթանակի տրամաբանության վրա կառուցել, որովհետև եթե դու հաղթել ես եւ բարձրավոր դեռ լրիվ ամեն ինչ ավարտված չի, ասենք դիմացինը չի ընդունել իր պարտությունը եւ այլն, դու արտակարգ իրավիճակում ես, բայց մենք մեր պետությունը, տեսեք, որտեղ այդ հաղթանակը համընկել էր սովետական փլուզման հետ, չէ՞, եւ սովետականությունը երբ որ փուլ եկավ, ես հիշում եմ այն ժամանակ բոլորը այսպես մի բան կար, էլի, որ բոլոր արդեն գնում գալիս էին, տեսնում էին, ասենք Ամերիկայում, ամենաշատը Ամերիկա էին գնում, բայց Եվրոպայել այդ արդեն մի քիչ փուլեր եկե բացվել էր, եւ բոլորը մտածում են, հա, հեսա սովետից բանանենք, մենք հեսա հարստանալու ենք։ Արագ դե հայերը լավ բիզնես անող են, հա, այդ բանը կար։ Եվ բայց դա տեսեք, քանի որ այդպես գիտեք, տեղի չունեցավ ճիշտ հակառակը բնակչության մի սովետական միությունում մի իհարկե այնպես չէր, որ Ամերիկայի նման հարուստ կար, հաշտություն կար եւ այլն, այդպես տնտեսությունը լավ չէր այդ աշճան, Ամերիկայի նման չէր, բայց աղքատ մարդ չկար։ Եվ հանկարծ այդ սովետի փլուզումով բնակչության մի հսկա մասը աղքատացավ իսկապես եւ դա այդ վայրի կապիտալիզմն էր, եթե մենք այն ժամանակ այդպես դա հիմա հեշտ է իհարկե հերվից վերլուծել եւ այլն, բայց դա մարդկանց համար շոկ էր, որտեղ իրենք սպասում էին հակառակը, սպասում էին, որ սովետը փլվեց, մենք միանգամից Ամերիկա ենք դառնալու, մենք լավ ենք ապրելու, ճիշտ հակառակը կատարվեց եւ դրա հետ համընկավ Արցախյան այդ պատերազմը եւ հասկանում եք իսկապես շատ բարդ իրավիճակ էր եւ սոցիալական այս բանը որ մարդիկ ամեն դեպքում բան հանգիստ բարեկեցիկ այդ շոկը հնարավոր, ասինքն շատ բարդ էր, բայց պետք էր ինչ որ ձևով բացատրել այնինչ մեր, եթե հիշեք մեր քաղաքական ամբողջ այդ քանի տարիներ այդ բոլոր բաների, բոլոր նախագահների դեմ սկսվեց անմիջապես այդ բանի վրա, այդ շոկի վրա սկսվեց, ինչ ասեմ, մի հատ դիվականացում, հա, ասենց ասեմ, որտեվ եթե մենք այդ երևույթը, օրինակ, ես գիտեմ նույն բանը կատարվել է Մերձբալթյան հանրապետությունում, բայց այնտեղ ոնց որ այդ process-ները չեն գնացել, շատ լավ չգիտեմ, բայց չքան հերվից հետևել եմ, այնտեղ իդեպ եթե նկատեք, եթե հիշում եք բան Մերձբալթյան երկրներում, որտեղ ամենահակասովետն էին, չէ, իրենք ընդհանրապես նոր էին մտել, ուշ էին մտել սովետ մեջ եւ հիշում էին այդպես եվրոպական այդ կապիտալիստական համակարգը եւ են շատ արագ կարող թվում է թե ամենաարագը պիտի գնային, բայց այնտեղ էլ սոցիալական բան ստացվեց եւ այնտեղ իշխանության եկան սոցիալիստները, եթե հիշում եք, էլի, բայց մեր մոտ սոցիալիստները սկզբում կար մի հատ սոցիալիստական կուսակցություն, հիշում եմ լավ էլ ղեկավարներ շուտ մահացավ ցավոք, այսինքն մեր մոտ այդ երևույթը քաղաքական բանում չքննարկվեց, մենք ինչ ենք անում կապիտալիստական ասենք, մենք իրականում փաստացի վերցրել ենք ամենածայրահեղ կապիտալիզմի, ամերիկյան կապիտալիզմի մոդելը
բայց մենք կարող ենք ուրիշ բաներ էլ չէ վերցնել, կարող ենք վերցնել մի մոդել, որտեղ սոցիալական ինչ-որ տարրեր կային, աշխարհում կապիտալիզմը մի ձևի չի, շատ տարբեր, բայց հիշում եմ, որ դա չեղավ, հա, դրա փոխարեն, որպեսզի քաղաքական քննարկումի փոխարեն սկսվեց բարոյականի վրա սևացում, հա, դիվականացում դրան եմ ասում, հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին նախագահինքն էր առաջին հարվածը իր վրա, ինչ էին ասում, գրփող, լափող, չգիտեմ ինչ որ sense, այդ դրան եմ ասում, հա, որակումներ, հա, որոնք քաղաքական չեն, դրանք ուղղակի մարդկանց հուզականի վրա են ազդում։ Առաջինը իրադեմ էր, հետո ինքը հեռացավ, հա, հետո երբ որ վերադարձավ, ցավոք ինքն էլ որոշ բաներ վերցրեց, դա քաղաքականության տրամաբանությունն է։ Մեր ամբողջ այդ քաղաքական լոգիկան եղել է այդպես, ինչքան շատ մարդկանց այդ ջղայնությունը բանը օգտագործենք եւ կարճ որ ասեմ սոցիալական ատելությունը հաղթեց ազգային այդ բանին մենք չկարողացանք մեր որտեւ մարդը եթե ինքը հաղթել է իսկ ժողովուրդն էր ի վերջո գնացել կռվել չէ ակնկալում ով եթե դու հաղթել ես դու լավ պիտի ապրես չէ երջանիկ բայց հաղթանակի հետ եկավ ինչ որ համընկավ ինչ որտեղ բայց իջել հա կապամենավասնա պատերազմով սահմանները փակվեցին հենց սրա համար մարդիկ հաղթանակը իրենց ես կարծում եմ այո դե մի մասը ընկալեց բայց մի մասն էլ այո մեջը կուտակվել էր իհարկե մի որ ժամանակ չէին ամաչում էին չէին որ չկա բարոյական սկզբունք դու կամաչես ասես հա բայց Նիկոլը եկավ եւ այդ լեգիտիմացրեց այդ բանը հա որ կարևորը պերաշկի ուտելն է ինքը դա զգաց ինքը հասկացավ որ դրա վրա կարելի է եւ դա աշխատացրեց հա կարևորը պերաշկին է եւ բանավեճի ժամանակ դուք հիշեցիք Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստան է եւ վերջ հայտնի արտահայտությունը եւ գիտենք որ Ադրբեջանի նախագահը հենց այս պատերազմի սանձազերծումը այս հայտարարությամբ է փորձում լեգիտիմացնել ընդհանուր առմամբ ինչ եք կարծում եթե այս հայտարարությունը չլիներ եւ առհասարակ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով քաղաքական գործիչը Հայաստանում իշխանության չգար մեզ կհաջողվեր խուսափել պատերազմից կամ առնվազն այն աղետալի ելքից, որը մենք ունեցանք 44 օրյա էյֆորիայից ու 23 թվականից հետո արդեն։ Նայեք, դա բարդ հարց է, իհարկե ես քաղաքագետ չեմ բանջ, բայց ընդհանուր ասեմ։ Այդ բանն էլ էին քննարկում, թե ինչու ես դրան ի վերջո ասում էին այդ մեր առաջին բանով, այո, մենք համարում ենք, որ Արցախը Հայաստանն է, չէ՞, բայց ուրիշ բան է, ասենքն, հա Արցախը Հայաստանն է, բայց ուրիշ բան է, եթե դու վարչապետն ես եւ գնում ես այդ իրավիճակում, երբ որ բանակցություններ են գնում, իսկ բանակցությունները չեն գնում այն մասին, որ Հայաստանն է վերջ բանակցությունները գնում են Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ, հա, եւ այդ պահին, երբ բանակցություններ են գնում, այդ պահին գնում ես այդպիսի հայտարարություն, ասեմ, դու պրովոկացիա ես անում, դու, չգիտեմ, կամ գիտակցաբար, հիմա ես շատ հավանական է նաեւ գիտակցաբար, դու ինքը Եթե ինքը ասում է, որ բանը Արցախը մեզ բերեր, չէ, այդ ասեց էլ, ինքը շատ հնարավոր է գիտակցաբար է դա արել։ Այսինքն մենք գիտենք, որ այդ իրավիճակում որ հստակ որ թվին է այդ հայտարարությունը։ Արցախը Հայաստանը եւ վերջը 2019-ի օգոստոսին։ Հա, արդեն իրավիճակը սրված էր, չէ, ամբողջ աշխարհում էր այդ COVID-ից հետո ինչ որ հիշում եմ Ամերիկայում էր, չէ, իրավիճակը։ Այսինքն իրավիճակը, նայեք, բանակցությունները դեռ շարունակվում էին, չէ, այդ մեր Մինսկի խմբի շրջանակներում, բայց աշխարհում ինչ որ փոփոխություն է զգացվում, փոփոխություն։ Այդ իրավիճակում, երբ որ աշխարհում փոփոխություններ են կատարվում, դու այդ տենց մի բան ես գոռում, դա նշանակում է դու չգիտեմ էլի, կամ պետք է այնքան վստահանես քո վրա, որ դու հայ հեսաբանկանես հաղթես, չէ, բայց փաստա որ տենց չէ, կամ դու չգիտեմ, դա ինչ է, կամ ախելքության ծայրահեղ ձևն է, կամ ավելի վատ բան է, այսինքն դու պրովոկացիա, այո, այդ դե չեմ ասում, բան չէ, Ալիևը հենց դրան էր սպասում, եւ ինք փաստորեն Ալիևը սպասում էր, հետո չէ պատմեց Ալիևը, փաստորեն հետևողականորեն ինքը պատրաստել է դա, սպասել է հարմար արդի, եւ Նիկոլը տարիթը տվել է։ Եվ ուրիշ բան է, երբ որ դա երկրի ղեկավարն է ասում, ուրիշ բան է, երբ օրինակ մտավորականը կամ լրագրողն են, դա հավասար կատեգորիաներում հայտարարություններ չեն։ Ես մեղադրանքել էին ձեզ հնչեցնում բանավեճի ժամանակ, որ մենք էլ Բաքու էինք գնում եւ այլն, փորձում էին հավասարացնել, էլի այդ ամեն ինչը։ Ես նախ Բաքու չեմ ասել, ասեմ ձեզ, ես ոչ
Ես չգիտեմ, եթե վերադառնում եք ինձ, այնտեղ ինձ էլի մեղադրանքներ էին բան հնչում, այնտեղ նաև Թուրքիայի մասին խոսք եղավ։ Ես ոչ ադրբեջանցիների, ոչ թուրքերի նկատմամբ Թուրքիայի նկատմամբ ավելի երևի կարող եմ ունենալ, որովհետև իմ երկու կողմից էլ մորական ես Արմենիան Հայաստանից եմ, բայց ես գնացել թուրքերի հետ եմ շփվել։ Ես իսկապես թուրքերի նկատմամբ այդպես բան, իհարկե երբ որ հիշում եմ բան առանձին բանում այդ բանը արթնանում է այդ հիշողությունը, բայց ես սկզբունքորեն թուրքերի հետ ատելություն չունեմ, բայց ես շատ կուզեմ ցավոք ոնց որ թե դա մոտակա չի լինում, ես էլ շատ ջահել չեմ, երևի չտեսնեմ, չնայած ով գիտի, եկել տեսա։ Ես կուզեի, այո, հայ-թուրքական այդ բանը փոխվեր էս իրավիճակը սահմանը բացվեյան, բայց դա լինելու է միայն այն ժամանակ, երբ թուրքերը պիտի ընդունեն իրանց արածը։ Իդեպ ընդունեն եւ ինչ որ ձևով դա այդ ձևերը կարելի է բանանել, ինչ որ ձևով ներողություն խնդրեն եւ ինչ որ փոխհատուցում դա կարող է լինել սիմվոլիկ պարզավոր է, այսպես մենք այսօր Հայաստանը եւ Թուրքիան շատ այսպես կշռով շատ տարբեր են։ Օրինակ ֆինանսական փոխհատուցում լինի դա։ Ինչ որ սիմվոլիկ փոխհատուցում, որովհետեւ ավերակների մասով խոսեցիք, բայց դա իրատեսական չէ։ Ես այդ պահին չգիտեմ, բայց Անին հենց մեր կողքին է, ինքը դենց բան չի, էլի շատ փոքրիկ։ Հենց այնտեղ Գյումրիից նայեք, այնքան բան է, այսինքն Մոսկվայի ու Պարսի պայմանագրերի ժամանակ ինքը բայց լավ սիմվոլիկ ոնց որ Գյումրիի շարունակությունը լինի, ինքը շատ նման է Գյումրիին նույն շենքը, բայց ես ինչ ես մոռացա փոխհատուցում եւ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը։ Նայեք, որովհետեւ հակառակ, ես թուրքերի հետ իդեպ խոսել եմ, ես այդպես նեղ պատմեցի, այնպես ստացվեց ես խոսել եմ, գիտեք, հայերը շատերը ասենք ոնց են թուրքերի հետ շփվում, կամ գնում են, եթե մտավոր էսպես, գնում են ինչ որ կոնֆերանսներ այնտեղ են շփվում, որը թուրքերի այսպես ավելի այտենց, ինչ ասեմ, մի քիչ ուրիշ խավ է, էլի, շատ բան չի լրիվ չի ներկայացնում ժողովրդին, կամ չգիտեմ, գնում են հիմա չգիտեմ, մի ժամանակ շատ գնում առևտուր էին անում, այնտեղ էլ արդեն եթե դու առևտրի շուրջ խանութներում թուրքիի շփվես, ինքը լրիվ ուրիշ է, ինքը քեզ միշտ լավ բաներ ասում, բան այդ արևելցիք բոլորը տենց է։ Ես շփվել եմ այնպես այստացվել, մի քանի 4 թուրք ընտանիքում այնտեղ շփվեցինք, իրենց տանը մնացինք, այդպես ես շատ բաներ հասկացա, ես հասկացա մի բան, իրենք լավ հիշում են իրենք ինչ են արել։ Հիշում են, ասենք ոչ թե հիշելով իրենց պապը պատմած, քաղաքականապես իրենք շատ լավ գիտեն ինչ են արել։ Եվ այդ իմաստով, եթե դու այսպես այդքանից հետո պարզապես ասես ես դա մոռանում եմ, ինչ ասեմ, ընդհանրապես մարդկային տրամաբանությամբ, բարոյական, բայց նաև արևելքում այդքան անինքնասեր ազգերին չեն կարող ընդունել, այսինքն կհամարեն, որ դու արդեն ազգ չես, հաշվի չեն նստի քեզ այդ երբեք։ Բանի տեղ չեն դնի, ուրեմն դուք այդքանից հետո դու ասում ես, ես մոռանում եմ, կարծում եմ ամբողջ աշխարհում, բայց մանավանդ արևելքում բարոյական այդ սկզբունքները շատ կարևոր են։ Իսկ այս իրողությունների համատեքստում ինչ դիրքորոշում ունեք Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի եւ նախաստորագրված խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կարող եմ մեզ իրական խաղաղություն բերել։ Նայեք, խաղաղությունը իսկապես պետք է, բայց դրա համար էլի դու պիտի չասես ես լրիվ բանեմ ընկածեմ, դու պիտի ուժ ցույց տաս, իհարկե ուժ ռազմական ուժի մասին չի, բայց դու նայեք, պարտությունը բոլոր ազգերը իրենց պատմության մեջ պարտություն տեսնում են, այլ երևի չկա ազգ, որ չի պարտվել, բայց դու պարտությունից հետո ո՞նց ես քեզ պահում, դա շատ կարևոր է։ Մենք պարտվել ենք, այո, բայց ասել, որ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ասում է, ոչ նա ասում է լավ է, որ պարտվել ենք, փաստորեն ինքը ասում է, որ ամբողջ Եթե տեսեք այդ բարոյական կողմը ասեցի, այդ սարսափելի է, որ ասում է լավ է, որ պարտեն, դի բարոյապես, բայց քաղաքականապես, եթե դու փաստորեն ինքը ասում է, որ այդ պատերազմը մենք ենք արել։ Ես ասեցի, որ Պարզից հետ բարձր որ Ադրբեջանն առաջինը հարձակվել, այդ Արցախյան շարժման մեջ բացարձակ բանի պատերազմի բան չկար։ Այն ինչ որ մենք այն տարածքներն էլ որ անդադ Հովյանը անդադ ասում էր Ջաբրիել, դրանք պատերազմի ժամանակ վերցվեցին, բայց մինչև այդ պահանջը հենց մարզային սահմանների մեջ էր, այսինքն բացարձակ պատերազմի խնդիր չկար։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի բանին նայենք, ինքը փաստորեն ասում է, որ մենք ենք այդ բանի վրա է այդ խաղաղությունը, որ մենք ենք
բանարել, սադրել, հա, Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ դու ընդհանրապես քեզ ապագայի բանով էլ քեզ լրիվ անպաշտպան ես դարձնում, Խոցելի։ հա, խոցելի ես դարձնում։ Այսինքն դա խաղաղություն չի, դա այն ինչ են ասում են բառը մոռացա։ Չէ, ես խաղաղություն, հայո, եւ մի բան էլ ասեմ, տեսեք, հետաքրքիր է, չէ, այդ անընդհատ բաները Նիկոլ Փաշինյան քննադատում են այն մյուս քաղաքական ուժերին, ասում են խաղաղություն են ուզում, բայց բանով, երաշխավորներով, չէ, ծիծաղում են, չէ, դրա վրա ասում են առանց երաշխավորի, բայց ներողություն, բայց թրիպը, չէ, որ հենց թրիպը հենց այն էր, որ երաշխավորը Ամերիկան էր, փաստորեն ոչ թե Ամերիկան, այդ Թրամփն էր, որ ասել էր մի բան էլի կզանգեմ, բայց չէ որ դրանից հետո բաներ տեղի ունեցան եւ մենք պարզ տեսնում ենք, որ դա չի աշխատում, ասենք Իրանը լրիվ ամբողջովին փոխվեց եւ այս իմաստով իրավիճակը շատ փոխվել է եւ ասեմ ձեզ Նիկոլ Փաշինյանի արածները ինքը փաստորեն ինչ է անում, եթե ասում է Արցախի շարժումը մենք էինք մեղավոր, կարևորը պերաշկը ուտելն է, ինքը Հայաստանի այդ մեջքն է ջարդում, որտեղ Հայաստանը ուրիշ ուժ այսօր ցավոք չունի, ինքը ոչ ունի տարածքային, այսպես հնարավորություններ շատ փոքրիկ է, ոչ ունի դեմոգրաֆիկ, շատ փոքրիկ է, այն էլ մի մասն էլ սփյուռքում է հենց հայաստանցիների, եւ ինքը այդ մեր առավելություն, հա, ամենակարևորը եւ Հայաստանը ուներ հոգեբանական, հա, մի հատ ինքը նպատակ ուներ ազգային նպատակ ուներ, որի համար մարդիկ ինքնակամ կռիվ էին գնում եւ ինքը այդ բոլորը ջարդեց, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի, Հայաստանը դառնալու է լրիվ անպաշտպան, որովհետեւ փաստորեն դուրս է գալու, որ մենք իսկ աշխարհի զարգացումները նայում եք ինչ ուղղությամբ են գնում, այսինքն լրիվ ուժի օրենքն է գործում եւ այստեղ դրա համար այս ընտրություններին ամենակարևորը որ Նիկոլ Փաշինյանը չշարունակի։ Տիկին Պետրոսյան, մենք նաև տեսնում ենք, որ մտավորականությունն է անտարբեր են իրավիճակի նկատմամբ, որը մեր երկրում ստեղծվել է, իհարկե կան հատուկ են մտավորականներ, ովքեր արտահայտվում են, իրենց մտահոգությունները հայտում են, բայց մեծ մասով մենք տեսնում ենք, որ նրանք լուռ են։ Որպես նույն մտավորականության ներկայացուցիչ, ձեզ համար հասկանալի է ձեր գործընկերների նման կեցվածքը, ինչու են վերջիներս անհաղորդ են խնդիրներին, որոնք մենք այսօր ունենք, չնայած հանուն արդարության պետք է ասենք, որ երբեք էլ մեր մտավորականության առանցքային ներկայացուցիչները աչքի չեն ընկել խոսելով։ Ես համաձայն չեմ, սա շատ բարդ հարց է, ասեմ ձեզ։ Օրինակ, երբ որ էլի խոսում ենք 80-ի շարժումից, 80-ի շարժումը երբ որ սկսվեց, մտավորական ասելով, չգիտեմ, ինչ եք ասում, միայն գրողները չեն, չէ՞, չնայած գրողներն են կային։ Այդ Ղարաբաղ կոմիտեին եւ այլն մի մեծ մասով հենց մտավորական, բա ովքեր էին Ղարաբաղ կոմիտեն։ Այսօր մտավորականության մասին է խոսքը։ Այսօր, բայց այդքան շատ բան չի փոխվել։ Ուղղակի ես անկեղծ ասած այս հարցում պես նայեք երբ այդ բանը մտավորականները ինչու են լռում, ինչու են ես դա չեմ կրկնում, որովհետեւ ես չեմ կարող մեղադրել մարդկանց, որոնք չեն կարողանում։ Իմ կարծիքով մտավորականների մի մաս կա, որը ուղղակի չի կարողանում կողմնորոշվել, այո, որովհետեւ իսկապես ինչ որ կատարվում է շատ անսովոր է, շատ բան է, պետքա կարողանաս հետևել, տեսեք ինչ հիբրիդային պատերազմ է գնում այսօր։ Նրանք, որոնք լռում են դեպ ես այս դեպքի հետ Հովյանի հետ բան տեսա որ մի մասը հետո որտեղ էլի տեղեր գնացի մարդիկ շփվում են հասկացա որ մի մասը ուղղակի իմ դեմ չի իմ կողմից է բայց չի կարողանում բան անել բայց այդ լավ այդ անձնական մի կողմ թողնենք ավելի կարևոր մի բան ասեմ եթե մի քիչ ավելի նոր սերնդին անենք այստեղ մի իսկապես էական հարց կա որի մասին ես կուզեի խոսել տեսեք օրինակ Նիկոլ Փաշինյան պաշտպանողները մի մասը այն պար ժողովուրդն է, որ ասացի սոցիալական եւ այլն պատրաստից վախենալու եւ դա դրա մասին մի քիչ խոսեցինք, հիմա դրա մասին չխոսենք, իսկ մտավոր խավից իրեն պաշտպանողները որոնք կան։ Ես ասենք ինչ որ շահի պարզապես պաշտոնի դա մի կողմ թողնում, դա խոսելու բան չի, դրա մասին չարժե խոսել, բայց մարդիկ կան իսկապես, ասենք գրողներ կան, երիտասարդ, որոնք տեսնում են պաշտպանում են այդքան, ասենք ոչ էս գրեհիկ ձևով ոնց որ Հովյանը, բայց ինչ որտեղ ասում են ավելի լավ է ինքը։ Ինչու։ Իրենց մեջ կա մի հատ խապկանք, որը
թվում է թե իրենք ավելի նոր սերունդ են, իրանց մեջ չպետք է լիներ, բայց հավոք ես մեր սերունդը ավելի արագ դա հասկացա, որ դա խաբկանք է։ Տեսեք, երբ որ սովետական միությունը քանդվում էր, կար այսպիսի պատկերացում։ Նույնիսկ ես, ասենք, ես այդպես էի, դեռ աշխարհը չէի տեսել, սովետական միությունը հասկացվում էր որպես այսպես սև մի հատ բան, դե այստեղ իսկապես ցենզուրա կար եւ իսկ այն կողմում, երբ որ դռները բացվեցին, լուսավոր աշխարհն էր, ազատ աշխարհը, լուսավոր աշխարհը։ Դա հիմա որ նայում եմ մի քիչ մանկական բան էր, բայց իսկապես հոգեբանորեն հասկանալ։ Եվ իսկապես սովետականությունում եւ ցենզուրա կար անշուշտ, դե վերջում քիչ էր, բայց կար։ Եվ այդ բան աշխարհը, օրինակ ինձ վրա պատմեմ, որտեվ ես իմ վրա պիտի պատմեմ ոնց ես հասկացա, ինչ շատ արագ իմ առաջին գիրքը հրապարակվեց բանաստեղծական գիրքը 93-ին, շատ արագ անսպասելի ինձ համար թարգմանվեց ֆրանսերեն, ես չէի իմացել ուղարկել ինձ նույն տարիներ, թե մյուս տարիներ, երկրորդ գիրքս ֆրանսերեն եւ ինձ սկսեցին այն ժամանակ դեռ նոր էին դռները բացվել, շատ չէին գնում դուրս մարդիկ։ Սկսեցին հրավիրել ամեն շատ Ֆրանսիա, որտեղ ֆրանսերեն էր թարգմանվել։ Ֆրանսիային Երբ որ ես գնացի, հասկանում եք, մեկ անգամ, երկու անգամ հատուկ նստեցի ֆրանսերեն սովորեցի, դրա համար ես անգլերեն գիտեի, օտար լեզուն անգլերենն էր։ Երբ որ գնացի, ես հասկացա, այո, ազատ աշխարհ, բայց այնպես չի, որ դա ինչ որ դրախտ էր կամ մի բան։ Ես տեսա նաև իրենց բաները, թուլությունները, ես տեսա այն բաները, որոնք օրինակ Եվրոպան ակնհայտորեն ինձ համար այսօր անկումի մեջ է, ես տեսա գաղափարական մտային մի հատ, ինչ ասեմ, հոգնածություն կար Եվրոպայում, եւ ես տեսա եւ հետադարձով օրինակ ինձ Հայկովյանը դրել է հրապատին եւ մի հատ կեղտոտ բան ա գրել, ներողություն, սովետահոտ մտավորական, քանի որ ես երբեմն նա հիմա ասացի, հիշեցի էլի նույն բանը կասի, սովետահոտ, այո, ես հասկացա, երբ որ ես տեսա Եվրոպան, հետո Ամերիկա հրավիրեցին, Ամերիկամ ավելի շատ եմ եղել, այնտեղ գրական կացատներում եւ այլն, այնտեղ ամերիկացին հետ եմ շոֆել, երբ որ ես այդ, գիտեք ինչ, միանգամից դա չի լինում, երբ որ շատ գնացի, ես մի 20 անգամ գնացել եմ այնտեղ Ես հասկացա, որ այդ բանը միֆ է, որ այստեղ դժոխք էր, այնտեղ դրախտ էր։ Սովետական միությունը իր բոլոր բաներով ես այն ժամանակ երջանիկ էի, հիմա էլ խոշորաշո ուրախ եմ, որ սովետական միությունը փուլ եկա, բայց սովետական միությունը ուներ մի առավելություն, որը շատ կարևոր էր։ Ես ասեմ, սովետական միությունում մարդիկ փողից կախված չէին։ Կարող եք ասել, կարող է առաջին հայացքից զարմանալի թվա ինչ որ ասում են, որտեղ իհարկե կաշառք կար եւ այլն, այդ ամենը կար, բայց մարդիկ սոված լինելու սարսափ չունեին եւ այդ աստիճանի օրինակ Ամերիկայում այդ կենցաղում այո այդպես կաշառք բան չկա հիմա այստեղ էլ չկա Ամերիկայում չկա բայց խոշոր հաշվով Ամերիկայում մարդիկ շատ ավելի են կախված փողից ոչ թե այն իմաստով որ կաշառք տան որ չվերցնեն բան այլ որովհետեւ իրենք եթե հանգարց ասենք աշխատանք չունենան փող իրենք չեն կարողանա ապրել իրենք ոչ միայն պարզապես աշխատանք չունեն, իրենք պիտի շատ փող ունենան, որ եւ այդ ես Ամերիկայում դասընկերներ ունեմ, որոնց հետ իրենց մտածողությունը ամբողջովին փողի վրա է, սովետականությունը այդպես չէր։ Դա էլ կրթական համակարգից էր գալիս մեծամասամբ։ Դա իհարկե սովետական միությունը ստանվել էր կոմունիզմ կառուցել, որ կոմունիզմը իհարկե չհասցրեց, բայց սոցիալիստական որոշ տարրեր կային։ Այդ սոցիալիստական տարրերը դրա համար ինչու ես եկա ներողություն ինչի ինչի մի քիչ երկարեց խոսքս հետ գամ քանի որ ես դա տեսել եմ իսկ այնպես ասում եմ իմ բախտը բերել է հա այդպես իմ գրքերը արագ թարգմանվեցին ես գնացի որ այդպես չներ կարող է ես էլ դա չհասկանայի որտեղ պիտի աչքերովդ տեսնես որ դու հասկանաս իս շատ այսօրվա ջահելներ մնացել են այդ հին պատկերացման մեջ որ դրա համար ասում են Նիկոլը ճիշտ է շատ բաներ տեսնում են ինչ կերպարը տեսնում, բայց ասում են գոնե մեզ պոկում է այդ Ռուսաստանը չգիտես չի նույն ասում են սովետի հետ այդ բանը հակառուսականությունը այդ բանը մեզ պոկում է մեզ տանում է գոնե այդ աշխարհին է միացնում բայց այլ հարցը որ չի էլ տանում հա չի էլ տանում որովհետև այդ եմ ասում մարդիկ մնացել են սա շատ կարևոր խնդիր է մարդիկ մնացել են այնքան արագ այսկապես փոխվում ամեն ինչ աշխարհում մնացել այդ պոստսովետական այդ բանի հիմքում էլի հակա սովետական էր հիմա հակա ռուսա դարձել եւ ուզում են միանալ այդ ազատ աշխարհին Եվ որ այդ բլեֆ է արդեն այսօրվա բանում, հա, աշխարհը իսկապես շատ արագ փոխվում է եւ մենք պիտի այդտեղ հասկանանք, որ այդ հարցը չկա։ Այսօրվա ամենամեծ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հաջողության այդ հակառուսականությունն է։ Ընդ որում զարմանալի է, էլի, չգիտեմ։ Ոնց է դա իրեն հաջողվում։ Չէ, հաջողվում է
բաների մեջ գուցե մտավոր դաշտում հաջողում ասացի, որովհետեւ ի վերջո մարդիկ ոնց որ չեմ ուզում այս գրեհիկ բան ասել, բայց կապեր ունեն արդեն ինչ որ այնտեղ արտասահմանի հետ գրանտներ ունեն, բաներ ունեն, դա աշխատում է։ Ես գրանտ բան չունեմ, ես պարզ տեսնում եմ, որ նայեք Հայաստանի ուժը, հա, իդեպ այնտեղ իդեպ Հովյանի հետ շատ տգեղ մի բաներ արվել, այնտեղ քանի որ ես այնտեղ անակնկալի եկա անկեղծ ասած, ես Հովյանին ճանաչում եի, բայց իսկապես մի քիչ չափանցավ, ես մի քիչ բանից դուրս էի եկել, եւ այնտեղ մեկ գորգորում էի բալեն, այնտեղ հիմա ընդունված է, չէ, ոչ թե ամբողջ բանն են հանում, տեսանյութը այլ հատուկ ասեն շորթեր կտրտում են, այդ կտորներից ինձ դուրս էին բերել, որ ես ասում եմ, որ պետությունը կարևոր չի, այնտեղ մեծ աղում եմ, մի քիչ անհաջող այդ կադր բան կա, իսկապես, բայց ես ուզում եմ այդ հարցը բարձրացնել, որ անընդհատ Հովյանը այդ պետություն, այդ պետությունը բան սարքել, ինչ որ sense, նայեք բոլորս համար էլ պետությունը բացարձակ արժեք է, սա։ Հա, բայց պետությունը, քննարկման ենթակա չի։ հա, բայց հիմա նայեք, ասենք ես ինչ էի իրեն ասում, ես նոր պատմեցի, ասում էի Ալիևը բանա չէ, պահանջելու են, որ մարդեն սկսել է այդ իրանց մարդու իրավունքների պաշտպանը դիմել է, որ մենք ցեղասպանություն ենք իրար, այսինքն արդեն սկսվել է այդ process-ը, պահանջում են Հայաստանը։ Երբ որ սա ասում էի, սա ռեալ վտանգ է, ինչ ասեց Իցոյան, ասաց ես դրանից չեմ վախենում, որովհետև ես պետություն ունեմ։ Այսինքն պետությունից սարքում ես մի հատ ինչ որ խնդալու բան, այսինքն ոնց է պետություն ունես, հա, պետություն իհարկե ունես։ Եթե երբ որ դու ասեմ, կամ ներողություն եմ խնդրում, ինքը 29743 քառակուսի կիլոմետրից է խոսում, բայց հաշվի չեն առնում, քանի 100 քառակուսի կիլոմետրն է, նույն Նիկոլ Փաշինյանի օրոք օկուպացվել է։ Չէ, բայց այստեղ է որ ինձ էլ անվանում էր ստալինիստ, անդադին ստալինիստ էր ասում, Ստալինն է իր համար sense բաներ, բայց այդ քարտեզը, որ անդադ թափարում է Նիկոլ, այդ Ստալինի գծած քարտեզն է, Ստալինյան քարտեզը, այլի, բայց ուզում եմ մի ուրիշ բան ասեմ, պետությունը, եթե դու պետություն չունես, իհարկե քո նպատակը պիտի լինի պետություն ունենալը եւ ամբողջ դարերով մենք այո, պետություն ցավոք կորցրել ենք, հետո ձգտել ենք ունենալ, բայց երբ որ դու պետություն ունես, պետությունը sense թափարել է շատ ծիծաղել է, դու պիտի ուզենաս, որ այդ պետությունը հզորանա, պետությունը, այսինքն պետությունը ինքնին ֆետիշ պետք չի սարքել, այլ պետությունը ընդհանրապես քո հզորացման, քո ազգային վերելքի բանն է, պարտադիր, բայց ոչ բավարար պայմանն է, հա, եւ պետությունը ազգայինին հակադրելը, որտեւ ի վերջո, նայեք, պետությունը, այո, շատերը այդպես չեն պատմությունն էլ չգիտեն, պետությունը պարտադիր չի որ լինի ազգային, իհարկե 19-րդ դարից սկսած հիմնականում ազգային են, բայց պետությունը կարող է լինել ոչ ազգային, նույնիսկ սովետական պետություն էր, բայց ոչ ազգային, որտեղ իր նպատակները ուրիշ էին, ինքը կոմունիզմի կառուցման, օրինակ Նիկոլ Փաշինյանը դա չի ասում, բայց եթե իր լոգիկան նայենք, ինքը ոչ ազգային պետություն է, սա փորձում սարքել Հայաստանը, որտեվ եթե նպատակը պերաշկին է, դա ազգային պետություն չի։ Ապա մոնտաժումն է ազգային պետության։ Եվ Տիկին Պետրոսյան, մենք մոտենում ենք հերթական խորհրդարանական ընտրություններին, դուք իհարկե իշխանության չեք հավակնում, բանավեճի ժամանակ էլ այդ մասին նշեցիք, բայց այնուամենայնիվ թույլ տվեք հետաքրքրվել ընտրություններին մասնակցող ուժերի շարքում կան այնպիսիները, որոնց գաղափարները կիսում եք ու կարծում եք, որ այդ ուժին կամ ուժերի համախմբին կհաջողվի մեր երկիրը դուրս բերել այս ստեղծված ծանր իրավիճակից։ Մի քիչ բարդ հարց է, որ այս հարցը տալիս են, ես դեռ չեմ որոշել, որ ուժին եմ դրանից տալու, բայց անշուշտ պարտադիր է, ես բոլորին էլ որ հանդիպում եմ կոչում անպայման գնալ ընտրությունների եւ ձայն տալ։ Ես ըստ իրավիճակի դեռ կա որոշ բան կարող է փոխվել, տալու եմ այն ուժին, որը ամենահավանականն է, որ բանը ամենաշատ երևի ձայն կարող է հավաքել եւ մի խոսքով ելնում եմ նրանից, որ ուժնա, որ ուժեղն է այս պահին Նիկոլին հեռացնելու հարցում, բայց չի բացառվում, որտեվ այնտեղ մի ուժ պարզավ այսօրվա վիճակում որն է այդ ուժը, երեք էր թե չուներ, հա, այդ ուժը ինձ համար ընդունելի սկզբունքորեն ուժը, չնայած որոշ բաներ կուզենայի մի քիչ ուրիշ լիներ, ասենք շատ հստակ երևում է, որ ավելի շատ այդպես բանի վրա է, բարօրության վրա է, դե այդտեղ այդ ուժը ղեկավարները շատ բիզնեսի մարդիկ են, տրամաբանական է, իրենք բիզնեսի, իրենք մտածում են, այո, որ Հայաստանը
Եվ մեծ հաշվով է հանրությանը սա է հետաքրքրում ավելի շատ։ Այո, եւ դրա համար իրենք շատ ձայն ունեն։ Եվ դա բան չի, բայց ես դրա համար ասում եմ կուզենայի, որ ուրիշ ուժեր լինեն, միայն այդ ուժը չլինի։ Այդ ուժը ակնհայտորեն անցնելու է եւ ամենաոնց որ թե ձայներն է, բայց էլի ուժեր են պետք, որտեվ միայն այդպես տնտեսապես անշուշտ դա կարեւոր է մեր ժողովուրդը, բայց քաղաքական առումով մի քիչ շատ բարդ իրավիճակում ենք եւ քաղաքական ուրիշ ուժեր են պետք, այսինքն ընդդիմությունը, ես իհարկե շատերն ասում են չի ընդդիմությունը ուղղակիորեն չի միավորվում, ես չեմ բան համարում ճիշտ համարում, որ այս պահին բոլորը միավորվեն, պետք չի այս պահին, բայց ես կուզենայի մի քանի ուժեր լինեին, որոնք անցնեին խորհրդան եւ այնտեղ արդեն միավորման մինչեւ այդ կամ հետո ես չգիտեմ այդ բանը, այո, որովհետեւ այնքան բարդ իրավիճակում ենք, որ Նիկոլին շատ ռեալ է, որ Նիկոլին կկարողանանք հեռացնել, բայց հետո այդ միանգամից հեշտ չի լինելու եւ պետքա միասին ամենակարևորը պետքա այդ ոգին իհարկե գտնել։ Ես շատ եմ տեսել եւ մեր ժողովուրդը կոտրվում է, ընկնում է, հետո նորից բարձրանում է։ Ես դա շատ եմ տեսել, դրա համար ես հավատում եմ, չնայած այսօր շատ ուժեղ հիբրիդային պատերազմ է գնում, ահավոր պատերազմ է գնում մեր ժողովրդի դեմ, բայց ես հավատում եմ եւ այդ դաշտում ես որ ասեց ինչի ես ասի իշխանության ջերմ որտեվ այնտեղ ինչ-որ բան ներկայացվեց ինձ այ որ դու ինչի տես դրա համար ասեց թե բոլորն էլ գիտեն որ ես իշխանության չեմ բանանում բայց այդ դաշտում այդ հոգեբանական վիճակը փոխելը այդ իմ դաշտն է եւ ես իմ խնդիրն եմ համարում եւ ամփոփելով զրույցը ինչ է սպասվում մեզ եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերընտրվել ու եւս 5 տարի կառավարել մեր երկիրը ես կարծում եթե հանկարծ ընտրություններով ինքը էլի շատ ձայն հավաքի այդտեղ արդեն հետո իհարկե լավ կլինի որ ամեն ինչ ընտրություններով լինի այդպես հանգիստ բայց եթե հանգարց ինքը բանալի հետո process-ներ են լինելու այդպես ես շատ հետընտրական զարգացումներ եք սպասում հա իհարկե լավ կլինի որ ընտրություններով ամեն ինչ լինի բայց եթե հանկարծ ինքը ընտրվի ինքը չի այդպես այսինքն կարծում եք իր 5 տարին ամբողջովին չի պաշտոնավարի չէ Շնորհակալ եմ Տիկին Պետրոսյան Օրակարգն այսօր այսպիսին էր այն ամփոփեցինք բանաստեղծ Մարինե Պետրոսյանի հետ կհանդիպենք